Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հին հաշիվներ ունի Անաստաս Միկոյանի հետ, սա անձամբ է վիրավորել փոքրիկ Սարգսյանին։ Դպրոցական տարիքում մեզ տարան միտեղ, որտեղ ինքը օդանավով պետք է գար, եւ նա եկավ ու չմոտեցավ մեզ։ Մենք էլ պատրաստվել էինք ինչ-որ ելույթ ունենալ։ Այս վիրավորանքը նախարարը չի մոռանում 6-րդ դասարանից մինչև հիմա, ինքը նրա արձանը Երևանում չէր դնի, գոնե այսօր։ Վրեժ չէ, բայց մանկական վիրավորվածության զգացում ունեմ։ Նախարարը սակայն չի գնահատի Միկոյանի հրեշագործությունները, որոնք վերջին մեկ ամսում ողողել են լրատվական կայքերը։ Կոռեկտ չէ, դրանից բացի ժամանակը կգնահատի։ Միկոյանը միայն նեգատիվ չէր, այսինքն մարդ, որը իր կենսագրության մեջ ունեցել է եւ նա։ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղյակ է հասարակության բացասական վերաբերմունքին, ուշադիր լսում ենք, բայց ավականու որոշումը չենք պատրաստվում վերանայել։ Ավականին չի ստացել պաշտոնական որևէ տեղեկություն, փաստարկված ճշգրտված փորձաքննություն անցած։ Պարոն Արեյանը լսել է, թե ինչեր են վերագրում Միկոյանին, օրինակ, որ նա գնդակահարությունների որոշումներ է ստորագրել, գլխավոր հակափաստարկը մեկն է։ Միկոյանը հայ է, ազգությամբ հայ է, պետական հզոր, կենսագրության եւ գործնեության տեր անձ։ Пионер Щеглов Коля в августе этого года сообщил официальным путем через почту начальнику районного отдела НКВД о том, что его родной отец Щеглов Иван Николаевич занимается расчищением из совхоза строительных материалов. Был арестован пионер Коля Щеглов, который знает, что такое советский власть для него, для всего народа. Увидав, что родной отец, он ему теперь не родной, он сказал НКВД, чтобы отца уничтожить как врага народа. Շատ եմ լսել, այո։ Ուզեք Երևանում կամ լսել։ Չէ։ Ինչու։ Ոչ Մողդուսի, ոչ Ավիս։ Չեմ ուզում։ Արդեն կարդացել եմ շատ։ Կարդացել եք։ Այո։ Միկոյանի մասին չեք կարդացել, որ մարդագնդատարը։